Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 2-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Իհարկե, ինձ մի քիչ տարօրինակ է թվում ինչը։ Մի բան պայմանավորվում է եւ անընդհատ խոսում վերահաստատելու մասին։ Այսինքն ինչ է նշանակում։ Կարող է այսօր չվերահաստատեիք ու վերջ։ Բայց ինչքան գիտենք, այդ պայմանավորվածությունը 100 տարով էր։ Ուրեմն 100 տարի տարվա մեջ քանի անգամ իրար տենակ պետք է վերահաստատեք, բայց թուղթը էլ ինչի համար եք ստորագրել։ Իսկ կարող է թուղթը ստորագրեք, հետո չվերահաստատեք։ Իրանց թվում է, թե դրանով կարևորում են, որ տեսեք մենք վերահաստատում ենք։ Ընդհակառակը դրանով անլրջացնում են, որովհետև պայմանագիրը մի անգամ են կնքում, չնայած պայմանագիր չկա կնքած, բայց նույնիսկ եթե դուք այդքան կարևորում եք նախաստորագրվածը, ամեն անգամ պետք չի ասել վերահաստատել են, բայց ոչինչ, լավ, դա հիմա համարենք սովորական փնթիություն։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում թրիփ նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Հարց է ծագում, որ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում Նիկոլ Փաշինյանը մի հիստերիկ ձևով հարձակվեց պատգամավոր վրա, որտեղ եք տեսել Զանգեզուրի միջանցք, ինչի եք տենց բան ասում, ես դատապարտում եմ եւ այլ եւ այլ։ Եկավ ազգային ժողովի ամբիոնից էլ այդ մասին խոսեց, որ այդ արտահայտությունը դա Հայաստանում ընկալում է որպես տարածքային պահանջ եւ այլ եւ այլ։ Բա գնացել ես դեն դիմաց տեսնել ես, ինչ չէիր ասում, ինքեր այդ ինչ ես ասում Զանգեզուրնակ, որպես ինչ ես ասում։ Դա ինչ կապ ունի այն թղթի հետ, որը ստորագրել ենք։ Եթե ասել ես, ես պատահական չի որ կարդացի Հայաստանի կառավարության հաղորդագրությունը։ Բա ուր էր։ Այս մի քանի օր անընդհատ դրա մասին է խոսքը։ Չինաստանից ասում ես, ինչի Ալիևը սենց ասում։ Գնում ՄԱԿ-ի ամբիոնից ասում ես, ազգային ժողովի ամբիոնից ասում ես, Ալիևին դեմ դիմաց տեսնում ես, թեմա չկա։ Մենք չհասկանանք, ի վերջո Ալիևը ինչ ասեց, լավ։ Մանդ որ նաև այս նույն հարցի հետ կապված ադրբեջանական կողմն էլ է մանրամասել գրեթե նույն ձևի, այն ինչ որ Հայաստանի կողմից է, նույն ձևի։ Ստացվում է, որ պայմանավորվել են, որ միանման հաղորդագրություն տարածեն, նշվում է, որ նրանք եւս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը թրիփի հետ կապված եւ այլ եւ այլ։ Ստեղ խնդիրը որն է, որ սկզբունքորեն մենք ցանկանում ենք հստակեցում մտցնել Ադրբեջանը պայմանավորվածությունները հարգող պետություն է, թե չէ։ Կապ չունի դա Զանգեզուրի միջանցք կասի, թե ուրիշ բան կասի, ինքը իր պարտավորությունները, պայմանավորվածությունները հարգող է, թե չէ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը հարգող չի, բայց անընդհատ փորձել է Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի արածները արժևորել, Այդ էլ դրա մասին էլ կխոսենք։ Հիմա երեք արդեն ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը որ հայտարարել ասեց, սրանից հետո ինչքան ասեն Զանգեզուրի միջանցք, իմացեք սա Հայաստանի մասին չէ։ Հորադի Զանգելան երկար է, ասում են Զանգեզուրի միջանցք։ Թող ասեն մենք խնդիր չունենք, համաձայնեցված անունը թրիփ ուղին է։ Ադրբեջանը ինչ ուզում են թող ասեն, թեման եկեք համարենք փակված, ասել է Փաշինյանը։ Հարց է ծագում։ Մեկի հետ բարեկամական հարաբերություն ես ուզում հաստատես եւ էթիկայի նորման դեռ չհաստատված ինքը խախտում է, բայց էլ ենք ուզում իմանանք։ Մենք մեր բիբլիական մասի սարը Նիկոլ Փաշինյանն ասում է, որքանով է ճիշտ, որ նկարես պատին կպցնես մի սար, որը որ մերը չի, մեր տարածքում չի։ Բա մեր հարևանը իր ամոց կզգա։ Այն դեպքում, երբ որ մերն ա եղել, ինչ որ պատմական ինչ որ ընթացքում անցել է Թուրքիային, բայց սիրուն չի Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը մենք կամ գերբի վրա ունենանք, կամ կնիքի վրա ունենանք, կամ մեր պատին փակցրած ունենանք։ Բա հարց,
բայց նույն ձևի փոխգործակցությունը Ադրբեջանի հետ, որքանով է սիրուն, որ Ադրբեջանը աշխարհագրորեն իր տարածքում չգտնվող Զանգեզուր բառ օգտագործի, որը աշխարհագրորեն Հայաստանի տարածքում է։ Այդ ինչի է Նիկոլ Փաշինյանն ասում, դա մեզ չի վերաբերում, անունն ինչ ուզում է դնեն։ Բայց ոնց պետք է մենք մեզ վերաբերվի, թե ինչ դնենք, որ թուրքերը չհուզվեն, բայց Ադրբեջանի հետ կապված մեզ համար միևնույնն է, որ իր տարածքում չգտնվող Զանգեզուրը, որ աշխարհագրորեն չկա այդպես տեղանուն Ադրբեջանի տարածքում ինքը անունը դա դնի։ Ասма ինչ հարեցեց, Հորադիզն ու Զանգելանը բանը հապավել են, ստացել են Զանգեզուր։ Այ քուտունը շինվի։ Էս ինչ մտքի ֆանտազիա ունես, բացի դրանից, ու մենակ հարցը դա չի։ Հարցը նա է, որ Հորադիզն ու Զանգելանը կապող ճանապարհը բան չի Ադրբեջանի տարածքում միջանցք կոչվում։ Այսինքն իր մի բնակավայրից մի բնակավայր երթուղին կոչվում է Ադրբեջանում միջանցք։ Դա ամոթալի։ Այսինքն կարելի է շատ փորձել արդարացնել Ալիևին, բայց դրանից շատ պետք չի էլի։ Մանավանդ որ Ալիևը ինքն է ասում, որ ինքը խաղաղության կողմնակից է, ինքն է նախաձեռնողներ է, վերջապես եկավ խաղաղություն, այդ բոլորի համար ինքն է պայքարել, վերջապես հասավ Ամերիկայի հովանու ներքո հասանք այդ խաղաղության, մենք չգիտենք դա ինչի համար ասում։ Դա նաև ինքը կարողացավ ասի, որ ամբողջ ընթացքում ինքը խաղաղության էր ցկտում, որպեսի վերջում պարզվի, որ ինքը հարձակվելով Արցախի վրա, այսօր օկուպանտը Հայաստանն է։ Բայց դրա համար, չգիտենք ինչի համար։ Այսինքն ինքը զինվում է, ասում են, բա դու ինչ ես զինվում, եթե խաղաղություն է, ասում է, դե խառը ժամանակներ են, այս մոլորակի վրա ոնց կարելի է չզինվել։ Հով ասի, որ դա ասենք Հայաստանի առհասարակ զինվում են։ Բայց Հայաստանն ասում է, չէ, ոնց կարանք պաշտպանական ծախսերն ավելացնենք, եթե գնում ենք խաղաղության, անտրամաբանական է դա անելը։ Այսինքն ամբողջ Եվրոպան հիմա զինվում է, համախառն ներքին արդյունքի 5%-ը դնում են ռազմական ծախսերի վրա, պարտադիր պայման է դնում նաև Ամերիկան, ասում է, գնացեք բոլորը այդ 5%-ն ապահովեք, այլապես հույսները տին վրա չդնեք։ Այդ պայմանը դրվում է Իսպանիայի ու Պորտուգալիայի համար անգամ, այդ ով է իրանց վրա հարձակվելու, օվկիանոսից ով է հարձակվելու, թե Ռուսաստանն է Իսպանիային խփելու կամ Պորտուգալիային։ Չեմ ասում Եվրոպայի կենտրոնում այդ որ երկիրն է վտանգված։ Բայց նրանք բոլորը հասկանում են նոր աշխարհակարգի պարագայում պարտադիր է զինվելը։ Այսինքն Ադրբեջանը զինվում է խառը ժամանակներ են, Ռուսաստանը զինվում է խաղաղ ժամանակներ են, Եվրոպան զինվում է խառը ժամանակներ են, Ամերիկան ռազմական բյուջեի ծախսերը որոշել էր կրճատի, ավելացրեց, ասեց ոչ, աննախադեպ պետք է ավելացնենք, անգամ ավելի մեծ հույս ունեին, բայց ինչքան որ հաստատեցին նախորդ տարվա համեմատելի բարձր էր, այս պարագայում պարզվում միակ երկիրը, որը պրոբլեմ չունի զինվելու համար, դա Հայաստանն է, որովհետև խաղաղություն է, ամբողջ մոլորակի վրա խաղաղություն չի, մենակ Հայաստանի համար մեկ առանձին վերցրած պետությունում խաղաղություն, մենք գիտենք դա ինչի է, որովհետև Ալիևը պահանջել է, որ դու չզինվես, ինչ կա չհասկանալու, որ ինքը զինվի, նախորդ իշխանությունները հետոյինը մեր գլուխը բերել են, դրա համար հայտնի արտահայտություն կա, ասում է, կաթից վառվողը մածունին էլ է փչում, որովհետև մեզ ասին ամեն ինչ նորմալ է, մեզ ասին ամեն ինչ լավ է, մենք հաղթանակած բանակ ենք, տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, Ադրբեջանը սկե ռիսկ կանի մեր վրա հարձակվի, կգնանք Բաքու թեյք խմենք, հլավ մի հատ թող բախտը փորձի, և կարելի է բանակը թալանել, կարելի է ամեն ինչ անել, կարելի է հաղթանակը վայելել, այդ մենք տեսել ենք, չէ, բայց դրանով ժամանակ ցկեցին, Ադրբեջանը զինվեց, միջազգային հանրության մոտ իր հարցերը լուծեց, պատերազմով վերցրեց տարածքը, օկուպանտ դառանք մենք, բայց դրա համար մտահոգված ենք, որ այսօր էլ խոսք է գնում, որ էլ ինչ իմաստ ունի բանակը զարգացնենք, եթե խաղաղության ենք գնում, նախորդների նման բանակին փող չտանք հետո ուտենք, այնա մի անգամից բյուջեն կուտենք էլի, էլ ինչի տենք, էլ տանք բանակին ընկնենք տես խառը բաների հետևից, ինչ ծախս ուզում են, վերահսկողություն էլ չկա, ինչի մասին է, փակ
հոդվածով այդ ծախսերն անում են կամ հիմնավորում են, որ այդ ծախսը անհրաժեշտ է, չգիտենք ինչի համար։ Էլ մեկ էլ անիմաստ թիթիզություն, ուղարկեն բանակ, գնան բանակից փողերը վերցնեն։ Այնա մի անգամից բյուջեից կուտեն, էլի։ Ծախսերն է կպակասացնեն բանակի, Ալիևին էլ կասեն, տեսար, քո հանձնարարությունը կատարեցինք։ Դա է մեզ համար մտահոգիչ, որովհետև ցանկացած երկիր կերազի, որ ինքը ռազմական արդյունաբերություն ունենա, անգամ զենք վաճառի։ Իսկ ինչու մենք նույնիսկ այդ ծախսերը չպետք է անենք։ Անենք մեզ համար, պետք կլինի վաճառենք։ Ինչ է պատահել։ Դա վատ է։ Այն պետությունը, որը կարողանում է որակյալ տեխնիկա ունենա, վաճառի վատ է։ Այդ ինչ է պատահել հայ ժողովրդին։ Քանի ռազմական գործարան կար Հայաստանում խորհրդային միության ժամանակ, ամբողջ երկրից կոոպերացիա, որտեղից ասեք հումք էին բերում, օժանդակ նյութեր էին բերում, Հայաստանն էր ինժեներական միտքը, գաղտնի գործարաններ տարբեր գեղեցիկ անուններով, բայց գիտեին բոլորս, որ դա ռազմական գործարաններ է։ Ինչ պատահեց Հայաստանին, միութենական նշանակության գործարաններ ունեցող Հայաստանին, որ այսօրվա դրությամբ մեր նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է, որ մենք դա անել չենք կարող։ Որովհետև իշխանության եկան մի քանի բախտախնդիրներ, մեկը մեկի հետևից։ Երկու խոպանչի Արցախից, մի հատ էլ Հայաստանի տարածքից։ Երրորդ բախտախնդիրը, որի արդյունքում մեր նկատմամբ արդեն մտածում են լավ իրանք ով են որ։ Քանի սերունդ էր պետք, քանի տարի էր պետք, որ այդպիսի ինտելեկտուալ միտք ունեցող եւ աշխարհում այդպիսի համբավ ունեցող Հայաստանն ճանաչեին ուղղակի շուկայում կանաչի վաճառող։ Ես շատ հարգանքով եմ վերաբերում կանաչի վաճառողներին, բայց չեմ ուզենա, որ ընդհանրապես մտածեն, որ բոլորն են կանաչի վաճառող։ Ու մեզ այդպես վերաբերվեն։ Որովհետև իրանք չափում են առաջի դեմքերը ուղեղը, ասում են, դե եթե այս երկիրը սրանք են ղեկավարում, բա մնացածն ինչ պետք է լինեն որ։ Եթե արդեն երկրի ղեկավարներն են կանաչի վաճառողի մակարդակի եղել, 10 տարին է աշխատել, 10 տարին է, 7 տարի սա։ Պալատներում քնել են, պալատներում աշխատել են, աշխարհում գնացել պալատների մեն շփվել, մակարդակները մնացել է այս։ Իսկ հիմա Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մասնակից երկրների ղեկավար գործընկերներից պաշտոնապես հրավիրեցի Երևան, մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին։ Իհարկե դա իր համար կլինի շատ գեղեցիկ նախընտրական, այսպես ասած, գովազդային գործ, որ տեսակ եվրոպական համայնքը, եթե մենք եվրոպական պետություն չլնեինք, բա ինչու պետք է գային, պետք չի այդպես ասել, որովհետև 28 թվականին էլ Ադրբեջան են գնում։ Ադրբեջանին ճանաչում էին դիկտատոր նախագահին, Ադրբեջանին ասում են մարդու իրավունքները չի հարգում, անգամ ասում են COP29-ը ինչ իմաստ ունի Ադրբեջանում անցկացնել, ընդեղ ինչ վիճակի է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, բայց հիմա այնպես է հավասարվել ամեն ինչ, որ արդեն Նիկոլ Փաշինյանը մեծ պատիվ է համարում, որ այո ինչ է եղել։ Մի հատ ժողովրդավար երկիր մենք ենք, մի հատն էլ Ադրբեջանը, այս անգամ մեր մոտ կանցնի մյուս անգամ իրանց մոտ։ Այնպես որ են առավելությունները, որ ցույց տանք, թե ինչ ասել է, բան չի են մեր մոտ եկել եվրոպական քաղաքական համայնքը, որովհետև մենք եվրոպական պետություն ենք, Ադրբեջանն էլ է եվրոպական պետություն։ Ուղիղ այնքան ինչքան մենք, դե արդեն իմանանք, այսինքն մենք իջանք, Ադրբեջանը չբարձրացավ։ Եվ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, նաև Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ եւ Հայաստան Եվրամիության համագործակցության մասին են խոսում։ Մինչև գնալն արդեն ինքը մի քանի անգամ ասել է, որ Եվրամիության հարցը կախված է նրանից, թե մենք կհասնենք այդ մակարդակին, նոր կորոշենք ուր ենք գնում։ Չի կարող Շանհայի համագործակցության կազմակերպության հայտ ներկայացած պետությունը այնքան մոտենա Եվրոպային, որ կարողանա անդամակցության ընդհանրապես նույնիսկ հարց քննարկել։ Դա առնվազն լուրջ չի, որովհետև Եվրամիության անդամակցության հետ կապված քայլեր պետք է անես դեպի այդ կողմ, չես կարա դեպի այն կողմ անես ու գնաս առաջ։ Ու պետք չի դա մեզ ներկայացնել, տեսակ Եվրոպայում իրան ոնց ընդունեցին։ Այնտեղ տարբեր կարգի հանդիպումներ են։ Հա, Ալիևն էլ Զելենսկուի հետ կարծրուց ունեցել, Փաշինյանն էլ եւ այլ։ Դա ընդունված բան է, դա հիմա բա գնացել են ինչի համար։
Բայց դա հանգեցնելու է նրան, որ Հայաստանը գնա այդ ճանապարհով։ Հայաստանը այդ ճանապարհով գնալու հնարավորություն ուներ 2013 թվականին։ Շուրջ 4 տարի Եվրամիության հետ աշխատել էին, որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ տարավ դեպի Մաքսային միություն։ Եվ նոյեմբերի գագաթնաժողովին Վիլնյուսի, որ պետք է արդեն որոշվեր, որ մենք ասոցիացիան համաձայնագիր ստորագրելով դառնայինք ասոցիացված անդամ, դա մենք չդառնանք։ Մենք գնացինք դեպի Մաքսային միություն։ Դրանից հետո այս 12 տարին, որ անցել է, մենք անընդհատ հեռացել ենք այդ վիճակից։ Նույնիսկ այն փաթեթը, որը համաձայնվել էինք 13 թվականին, չես կարող մեխանիկորեն 25 թվականին շարունակել։ Որտեղ 13 թվականին մենք Մաքսային միության անդամ ենք դառել, 15 թվականին ԵԱՏՄ-ի, եւ մենք 10 տարի խորացել ենք ԵԱՏՄ-ի մեջ։ Ինտեգրվել ենք, մեր օրենսդրությունն ենք փոխել դրա համար, հազարով մի հարցեր ենք մտածել այդ ուղղությամբ, այլևս մենք շատ հեռացել ենք ասոցիացման այն փաստաթղթից, որին կարող ենք վերադառնալ։ Իսկ ասոցիացիոն պետք է լինի հետո տեխնացու, հետո անդամ։ Մենք չունենք այդ հնարավորությունը, մենք շատ հեռացել ենք դրանից։ Խաբեությամբ պետք չի մարդկանց ասել, դե մենք տեսնում եք, մենք Եվրոպա ենք գնում։ Եթե չէ, բանարանք չի պետք է Հայաստան գային։ Նույն ձևի ոնց որ Ադրբեջան են գնում, որը Եվրոպա չի գնում։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում, որովհետև հիմա ամեն օր մենք նայում ենք, որ իրավիճակը փոխվում է։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները դիրքը կոշտանում է Ռուսաստանի հանդեպ, որի պարագայում արդեն խնդիրներ է, եւ Ուկրաինան բավական արդյունավետ հարվածներ է հասցնում Ռուսաստանին։ Սա այն Ռուսաստանն է, որը Նիկոլ Փաշինյանի եղբայրն է, որ ներկայացնում էր դա։ Այն Ռուսաստանը, որի հետ մի միլիմետր մեր հարաբերությունները չի հետ քաշվել, ընդհակառակը շատ ավելի արդյունավետ առաջագնում, մի հատ էլ ատոմակայանը մինչև 2036 թվական երկարացվում է, մի հատ է մոդուլային ատոմակայանի հետ կապված էլ բանակցությունների մեջ նաև Ռուսաստանի հետ է կապվում։ Եվ մեկ անգամ եւս ասենք, երբ որ ասում են, որ Ամերիկայի հետ պայմանավորվեցինք, նաև այդ գիծը, որը կանցնի Սյունիքով, այդ գիծը մեզ համար նաև անվտանգությունն է, Սյունիքի անվտանգությունը եւ Հայաստանի անվտանգությունը պայմանավորված է այդ ճանապարհով։ Հանկարծ երբ որ դա ասում եք օգոստոսի 8-ի փաստաթղթից ելնելով, մի հատ հիշեք, որ օգոստոսի 8-ի փաստաթղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ասեց, որ դրանից առաջ Ամերիկայից առաջ դիմել ենք Ռուսաստանին, հետո մյուս գործընկերներին, ոչ մեկը չի համաձայնվել, հետո Տրամպի վարչակազմը դիմեց մեզ։ Բայց հետո Տրամպի վարչակազմը դիմելուց հետո, երբ որ ցույցատրվում, որ տեսեք ամերիկացիներին բերեցինք վերջապես ռուսներից պրծնենք, իսկ եթե Ռուսաստանը համաձայնվեր մեր անվտանգությունը այդ ճանապարհով որ անցներ, ինչ էր կոչվելու։ Վլադիմիր Վլադիմիրիչի ուղի, թե Պուտինի կյանքի ճանապարհ ինչ էր կոչվելու, եթե Ռուսաստանը համաձայնվեր։ Եվ Ռուսաստանն էր մեր անվտանգությունը ապահովելու։ Այսինքն Ռուսաստանը մեր հետ չհամաձայնվեց, Ամերիկան համաձայնվեց։ Պետք է ուրեմն ներկայացնել, տեսեք ինչ հերոսաբար Ամերիկային բերեցինք, որ Ռուսաստանին հանենք։ Դուք ուզում եք Ռուսաստանին պահեք, ինքը չհամաձայնվեց։ Ուրեմն դուք ոչինչ չեք ուզում անեք Ռուսաստանի ազդեցությունը փոքրացնելու համար։ Հիմա նայենք ինչ է կատարվում։ The Wall Street Journal-ը հաղորդել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը թույլ է տվել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Լավ գիտեք, որ մոտարապես 40% այդ համակարգը ուղղակի անդառնալիորեն վերացված է։ Որտեղ մի հարված խփելուց հետո, եթե փորձում են վերականգնել, երկրորդն են խփում կետային, շատ ստույգ, շատ կոնկրետ ձևով եւ շարքից անում ու ամեն օր քանակը ավելանում է։ Եվ հիմա ասում են, որ այդ հետախուզական տվյալները Միացյալ Նահանգներն է տալիս Ուկրաինային։ Տրամպը թույլ է տվել ԱՄՆ հատուկ ծառայություններին եւ Պենտագոնին նման օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ ԱՄՆ նաեւ կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել նույնը։ Տրամպի վարչակազմն առաջին անգամ կօգնի Ուկրաինային հեռահար հրթիռային հարվածներ հասցնել ռուս-ուկրաինական սահմանից հեռու գտնվող էներգետիկ օբյեկտներին։
Լրատվամիջոցը նշում է, որ չնայած ԱՄՆ վաղուց է օգնում Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներում, հետախուզական տվյալների փոխանակումը թույլ կտա Կիևին ավելի արդյունավետորեն թիրախավորել նավթավերամշակման գործարանները, խողովակաշարերը, էլեկտրակայանները և այլ ենթակառուցվածքներ։ Հիմա այն ինչ որ հիմա ասեց, այնպես չի, որ մենք չենք տեսել ինչ է կատարվում։ Այնպես չի, որ չենք տեսել, որ Ռուսաստանը չի կարողանում առաջ գա, որ նույնիսկ բանակցության մեջ առավելություն ունենա, ասի ժողովուրդ եկեք նստենք բանակցենք։ Տեսնում եք, որ անգամ բողոքում են, ասում բանակցությունից հրաժարվում է Ուկրաինան։ Բայց ինչի է հրաժարվում, որտեղ նախաձեռնությունն անցել է իր կողմը։ Իսկ արդյունաբերությունը զարգացնում է, եվրոպական երկրները օգնում են, համատեղ ձեռնարկություններով խնդիրները լուծում են, այն ինչ որ կա դրսից մատակարարում են, Ամերիկան էլ անհրաժեշտ տալիս է։ Էլ ինչի պիտի բանակցությունների գնա որ։ Այն ինչով որ Ռուսաստանը պարծենում էր, հարվածները հասցնում դրան կենսապահովման ոլորտներին։ Իր էքսպերտի շարքից հանում է։ Երկրի ներսում արդեն խնդիրներ են առաջանում։ Իսկ Վլադիմիր Պուտինը Վալդայում ելույթ է ունենում, ասում է աշխարհը արագ է փոխվում, մի օրվա մեջ կարող է փոխվի, մենք դրան պատրաստ լինենք եւ այլ եւ այլ։ Բա մոռացել է, որ ինքն էր ասում ամեն ինչ գնում է ըստ պլանի։ Այսինքն ինքը պլան էր գծել Ուկրաինայի դեմ, որի նպատակն էր, որ Ուկրաինան հարվածի Մոսկվային։ Էդ է իր պլանը։ Թե պլանը շեղվել է։ Գոնե մի անգամ ասել է, որ ժողովուրդ ջան, մեր պլանը չաշխատեց։ Որ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ չի, որ ինքը ասում է ճիշտ է։ Իսկ հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի երկրները հետախուզական տեղեկատվություն են հավաքում եւ փոխանցում ուկրաինական ուժերին, եւ Ռուսաստանում այդ մասին վաղուց գիտեն։ Այն, որ հետախուզական տվյալների փոխանակումը տեղի է ունենում ոչ թե փոխանակում, այլ մատակարարում եւ ներգրավված են ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի բոլոր ենթակառուցվածքները, հետախուզական տվյալները հավաքելու եւ ուկրաինական կողմին փոխանցելու համար, դա ակնհայտ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ են փոխանցում մշտական ռեժիմով, առցանց ռեժիմով։ Սա նորություն չէ, ասել է Պեսկովը։ Գուցե դա նորություն չէ, բայց այդպես հանգիստ ձևով որ դա պատմում եք։ Բա մեծ խոսում էիք։ Եթե մի հատ հրթիռ թռնի, դա առանց Ամերիկայի չի լինի։ Մենք հենց պարզենք, որ այդ հրթիռը որ տվել է, օգնել է նաև դա օգտագործելու հարցում, նա կդառնա մեզ համար լեգիտիմ թիրախ, եւ մենք նրան կհարվածենք։ Բա ինչ պատահեց։ Բայց ինչի է փոխվել, լավ էլ գիտենք, որ Ամերիկան օգնում է։ Լավ էլ գիտենք, որ Ամերիկայի հետախուզական տվյալներով են այդպես ճշգրիտ հարվածներ հասցնում։ Բայց ամեն ինչը տենց ոգևորված ասում եք, Հայաստանում էլ էին ոգևորված, որ Պուտինի հետ խաղ չկա, այս կա այնա, ամեն ինչ անում են, որ Պուտինի շահերը սպասարկեն Հայաստանը, բայց դա ենք ասում, ժողովուրդ ջան, նայեք ինչ է կատարվում։ Քանի անգամ պետք է այս փորձանքի մեջ ընկնենք մենք։ 2022 թվականի փետրվարի 24-ին էլ, երբ որ Պուտինը հարձակվեց Ուկրաինայի վրա, բոլորն ասում էին 3 օրում պատերազմը կավարտվի։ 3 օրում չավարտվեց, պարզ է որ չէր ավարտվի։ Առիթ եղել է այս դրա մասին խոսել եմ, պարբերաբար հիշեցրել եմ, որ ասել եմ չկա տենց հարց։ Բայց հարցը դա չի, ես ասել եմ հասկացան, Կարար եւ Նիկոլ Փաշինյանը իմ ասածը չլսեր։ Ամերիկայի հատուկ ծառայություններն էին անգամ ասում, որ Ուկրաինան 3 օրից ավել չի դիմանա։ Ինքնաթիռ էին ուղարկում, որ Զելենսկին գնա։ Ըրկով ասել, որ պետք է ինձ լսեի։ Հարցը դա չի, ես չեմ ասում, ինչու չես լսել, երբ որ կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ էր։ Որոշի ում լսես, դու ես իշխանություն։ Բայց հարցը նա է, որ գոնե հասկանայիր, որ նման բան հնարավոր է, չգնայիր Պուտինի ոտերն ընկնեիր գավառական ճարպկությամբ, մտածելով, որ եթե ինքը վերցրեց Ուկրաինան, հաջորդը Հայաստանն է։ Գնանք նվիրվածության երթումը տանք, կռանանք դեմ ու ասենք Հայաստանը մտենց մարդ չի գտնվի, որը որ այսքան կկռանա քո առաջ եւ քո ասածը կանի։ Այնպես որ ինձանից լավ չես գտնի հավատարիմ շունիկ։ Բայց հետո դրանից հետո, երբ որ իրավիճակ փոխվեց, տեսան, որ այդ պատերազմը 3, 4, 5, 6 օրում պրծնող չի, Նիկոլ Փաշինյանը փորձեց հետ քաշվի մի քիչ, վերանայի, բայց արդեն Ռուսաստանից ասեցին,
որ այն ինչ որ խոստացել ես գնաք ու ժողովրդին ասա, ես բարբերաբար դա հիշեցնում եմ։ Եվ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ինքը դրանից չի պրծնի, ձև չկա պրծնելու։ Ով էլ թուլանա, ինչ էլ կատարվի, այդ ամեն ինչը ֆիքսված է։ Ինքը պետք է շարունակի տենց հավատարմության երթում տա Պուտինին, եթե նույնիսկ Պուտինը իր երկիրը տանում է կործանման։ Հայաստանը պետք է մնա փլատակների տակ, բա իհարկե, որտեղ Նիկոլ Փաշինյանը խայտարակ չի լինելու այդ ձայնագրությունը հանեն ցույց տան։ Կրակնենք ընկե ժողովուրդ ջան։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիության անդամ պետությունները պատրաստում են նոր ավելի խիստ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ։ Եվրամիությունը առաջարկում է պատժամիջոցների նոր մոտեցում։ Մենք փուլային մոտեցում չենք որդեգրում, այլ առաջարկում ենք շատ ավելի խիստ միջոցներ էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների եւ առևտրի ոլորտներում, նշված է ֆոն դեր Լեյենի հայտարարության մեջ։ Հիմա տեսնում եք, որ ավելի ակտիվ ձևով Եվրոպան հետևողականորեն գնում է այդ սանկցիաների ճանապարհով, որ Ռուսաստանի շատ ծանր հարվածները հասցվում։ Եթե սկզբից մտածում են դե լավ էս հեչ, հետո դե լավ են էլ հեչ, բայց դուք չմոռանանք սա որ Ռուսաստանն է, որ Հայաստանը 3 գումարած ձևաչափից ոչ միայն չի հրաժարվում, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ասեց դա արդյունավետ է։ Իսկ 3 գումարած 3 ձևաչափը տարածաշրջանային ձևաչափ լինելով Ռուսաստանը դարձավ մեր համար տարածաշրջանային խաղացող։ Այսինքն գերտերություններից մեզ հարևան չեղած պետություններից Ռուսաստանն է այս տարածաշրջանի նայող, այսպես ասած, Հայաստանը դա ընդունեց։ 102-րդ բազան մնաց իր տեղը։ Անկամ ասեն ինչ պրովոկացիոն բաներ եք ասում, որ այդ բազան էստեղից հանե։ Բա մենք ասում ենք հոբ։ Ռուսաստանն ասում է, երբ որ Հայաստան, որտեղ ես զորք ունեմ, դա իմ տարածքն է։ Ինքը Ադրբեջանում զորք չունի։ Հանել է Ադրբեջանի պահանջով։ Բայց Ադրբեջանն ասում է կարող է վաղը Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ունենա, ես դրա համար ռազմական ծախսերն ավելացնում եմ։ Հայաստանը կոնֆլիկտ կարող է չունենա, երբ որ ռուսական զորքը մեր տարածքում է, բա մենք ինչու չենք զինվում կամ ռազմական ծախսերը պակասացնում։ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է կանգնած։ Միջուկային զենք ունեցող Պակիստանն է կանգնած, Ռուսաստանը բախտը փորձելու է Ադրբեջանի վրա հարձակվի հիմա, բայց նա առիթը օգտագործում է իբր թե վատ է ռուսների հետ, որպեսզի զինվի։ Իսկ մենք ինչ ենք անում, դե մենք ինչ խնդրեմ ունենք, որ ոչ մեկի հետ չունենք։ Սա է վիճակը ժողովուրդ ջան։ Իսկ հիմա ինչ է ասում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է։ Եվրոպան թերագնահատել է Ռուսաստանին, որ նահաբեկչության հետ մեկտեղ եվրոպացիների համար ամենամեծ կառուցվածքային սպառնալիքն է։ Նա սպառնում է մեր կոլեկտիվ անվտանգությանը, միջամտելով մեր ընտրական պայքարին, կիբերհարձակումների, ընդդիմադիր գործիչների սպանությունների եւ միգրացիոն հոսքերի միջոցով, որոնք օգտագործում է որպես ճնշման միջոց։ Ռուսաստանը փորձարկում է մեր օդային պաշտպանությունը եւ փոխել է իր միջուկային դոկտրինը։ Թերագնահատվում է այն չափը, որով ռուսներն ազդում են մեր հասարակական կարծիքի վրա, տարածելով կեղծ տեղեկատվություն, ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդի խոսքով, բայց եվրոպական հասարակությունները խոցելի են տեղեկատվական պատերազմի նկատմամբ։ Մենք միամիտ ենք, եթե չենք տեսնում, որ մեր ժողովրդավարություններում տեղակայված է ռուսական գաղտնի բանակ։ Այն բաղկացած է փոքր դեմք չունեցող զինվորներից, որոնք կոչվում են թվային բոտեր։ Նրանք մանիպուլացնում են ժողովրդավարությունը Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Եվրոպայում ընդհանրապես, ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի լավ են աշխատում, քան ասվում է, բայց որպեսզի դրանք ավելի լավ աշխատեն, Արևմուտքը պետք է կենտրոնանա Ռուսաստանի ստվերային նավատորմի վրա, որը բաղկացած է մոտավորապես 800 ակտիվ նավերից, որոնք խուսափում են պատժամիջոցներից։ Իդեպ նաև հայտնաբերել էին հենց Ֆրանսիայի ափերի մոտ, որ այդ նավերից մեկից դրոններ են արձակել։ Թե ինչ չափով դա հայտնաբերեցին, ոնց եղավ, ցույց տվեցին, որ դա կոնկրետ սպառնալիք է, մենակ դա չի սպառնալիքը, որ իրանք կարողանում են շրջանցել սանկցիաները, այլ ուղիղ սպառնալիք է Եվրոպայի համար։ Իսկ դրանք 800 նավերի մասին է խոսքը։ Մենք բոլորս պետք է միավորենք ուժերը այդ նավերը վերահսկելու, դրանք շրջափակելու եւ Ռուսաստանի տնտեսության համար ծախսերը մեծացնելու համար։ Մենք պետք է նաեւ արագացնենք կարճաժամկետ օգնությունն ու Ուկրաինայի բանակին, ասել է Մակրոնը։
Սա այն Մակրոնն է, որը շատ լուրջ դերակատարություն ունի նոր աշխարհակարգի հետ կապված, ինչքան էլ իր պետության ներսում դժգոհություններ լինեն, նրա վարած ներքին քաղաքականությունից արտաքին քաղաքականության հարցերում նրա դերակատարությունը շատ կարևոր է, եւ նաեւ մեզ համար է կարևոր նոր աշխարհակարգը մենք կուզենանք լինի այդպիսին։ Եվրոպան Արևմուտքը ընդհանրապես հավաքական Միացյալ Նահանգների հետ միասին այո տանեն հաղթանակ, ագրեսորին պատժեն, իսկ այն ագրեսորը, որը այսօր կանգնում է եւ ինչ է ասում, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը վկայում է, որ երկիրը վերածում է Արևմուտքի գաղութի։ Այսինքն մի պետություն, որ ընդամենը 4 տարի հետո կարող է լինել Եվրամիության լիիրավ անդամ, քվեարկելու հետ կապված ինքը ձայն ունի, որ Եվրամիության անդամ պետությունները կարողանում են անգամ ռուսական գիծ տանեն, ոնց որ Սլովակիան կամ Հունգարիան, Մոլդովան դառնում է Եվրամիության անդամ ու դառնում է ում գաղութն է դառնում։ Եվրամիության անդամ պետություններից որի գաղութն է դառնում, համակարգի գաղութ ալնում անդամակցելով։ Էս է այս մարդկանց պատկերացումը։ Գործընկերությունը իրանց պատկերացումը սա է, որ եվրոպական պետությունը մաքուր աշխարհագրորեն եւ իր ամբողջ պատմության ընթացքում եվրոպական լինելով, եթե ինքը գնում է եվրոպական ընտանիք, դառնում է գաղութ։ Սա է։ Եվ հարցը նա է, որ մենք կարող ենք ասել, դե լավ, արդյոք այսօր այդքան կարևորված է Ռուսաստանի դերը, որ մենք այդքան շատ ժամանակ տրամադրենք Ռուսաստանին։ Կարևորված չէ լինի, եթե մեր իշխանությունը հստակ ռուսական գիծ չտաներ։ Եթե միայն ընդդիմությունը լիներ, դե լավ կասենք ընդդիմությանը հիմա այդ ինչ արեցին այս ընթացքում, որ հիմա էլ նորից ինչ որ բան անեն։ Ավելի աբսուրդ բան պատկերացնել, որ 2021 թվականին չհաղթած ընդդիմությունը 2026 թվականին ռուսական գիծ է տանելու։ Հա, բայց հիմա մրցում է գնում։ Իշխանությունն է ավելի շատ ռուսական շահերը սպասարկելու, թե այդ ընդդիմությունը։ Այդ մրցման արդյունքում էս խորհրդարանը եղավ 3 քաղաքական ուժ, 3-ն է ռուսական շահեր սպասարկող։ Բա ասում ենք այդքան բան է, կարևորված է այդ հարցը։ Բայց ոնց պետք է կարևորված չլի, եթե իշխանությունն է այդ ամեն ինչը ապահովում։ Որն է վերանայված։ 3 գումարած 3-ի մասին ասեցինք, ռուսական զորքը կանգնած սահմանին, 102-րդ բազան, Շանհայի համագործակցության կազմակերպություն ռուսական դերը ավելի կարևորել։ Հապկը նույնիսկ այդքան քննադատելուց հետո քայլ չի արվում դուրս գալ։ Երբ որ մեր երկու հարևանը իրանք ուղղակի թքել դուրս են եկել դեռ 99 թվականին։ ԵԱՏՄ-ն անընդհատ խորանում օնլայնում ենք։ Հերիք ասեք, ինչ ԵԱՏՄ-ից դուրս գալ, մենք մեզ շատ լավ ենք։ Ինչ է վերանայվել, որ մենք մտածենք Ռուսաստանի հետ կապված ինչ որ իշխանությունները քայլեր են անում նրանց դերը պակասացնելու, բացարձակ ոչինչ։ Բայց ամենամեծ վտանգը դա է, որ վաղը երբ որ այս խնդիրներն եղավ եւ Ռուսաստանը խնդիր ունեցավ ուկրաինական պատերազմի հետ կապված, բայց դեպքում մենք ինչ ենք անելու։ Բաբես կանգնելուն ասե բդուկ էդ ինչ էիք անում։ Այսինքն դուք չէիք տեսնում, որ ագրեսոր է։ Մենք նաեւ ուրիշ բան ենք նայում, չէ՞։ Այսօր Պուտինն է, վաղը Պուտինը չի։ Կարա տես դեպք լինի, որ Պուտինը չլինի, ժողովուրդ հաշտվեք այդ մտքի հետ։ Կարա։ Մոլորակի վրա տենց բան լնում է։ Ինչ ենք անելու։ Ցանկացած մարդով նույնիսկ Պուտինի թիմակից լինի, նստեց այդ աթոռին, ամենակատաղի արևմտամետն է դառնալու։ Որպեսի բոլոր մեղքերը գցի Պուտինի վրա ու նրա մերձավոր շրջապատի վրա ու ինքը դրանից մաքրվի։ Բայց դեպքում մենք ինչ ենք անելու։ Հայաստանը մի քաղաքական ուժ չի լինելու, որ արևմտյան գիծ պահի։ Բազմա Ռուսաստանն արևմուտք է գնում, մենք Ռուսաստան։ Լուրջ։ Բայց դա արվելու է։ Ռուսաստանը իր տնտեսությունը չի կարելու պահի։ Նա ձգտելու է դեպի արևմուտք։ Բայց դուք պատկերացրեք, մեկը նստեց աթոռին, համարենք դա ֆանտաստիկայի ժանրից է։ Մեկը նստեց աթոռին, ասեց այս պատերազմը սխալ է, պատրաստ եմ Ուկրաինայի ռեպարացիան տամ, պատրաստ եմ անգամ այս սառեցրած փողերը, որ իմն է, չեք բռնագրան, ուղղակի սառեցրել եք։
Էդ էլ տամ Ուկրաինայի վերականգնմանը, ներողություն խնդրեմ մեր պետության անունից, որպեսզի մեղք կմնա Պուտինի եւ մի քանի հոգի իր շրջապատի վրա, այլ ոչ թե ամբողջ պետության ու ազգի, դռները բացի Եվրոպայի առաջ, եկեք առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա դրեք, եկեք էս արեք, եկեք ապրեք, էս արեք, այն արեք եւ այլ եւ այլ։ Այդ երկրում կարող է 2 միլիարդ մարդ ապրի, ապրում է 140 միլիոնից 140-ը չկա, թողել դուս են եկել։ Ու որպեսզի չմտածեն, որ դրսից եկածները կարող է գան ու այդ պետությունում իշխանությունը վերցնեն, խստացրեք։ Չի կարող նախագահ դառնա մարդ, որ այդ երկրում չի ծնվել, չի կարող պատգամավոր դառնա նա, ով այդ երկրում չի ծնվել, չի կարող գուբերնատոր դառնա, նահանգապետ դառնա նա, ով չի ծնվել, նախարար նույնպես։ Կարգավիճակը խստացեք, դա նշանակում է առաջիկա 40 տարին տիտղոսային ազգը, Ռուսաստանի քաղաքացիները կլինեն իշխանություն։ Ով էլ լինի, իրանց հետ պետք է աշխատի։ Այդ դեպքում դուք վտանգ չեք տեսնի, որ բնակչությունը կավելանա Ռուսաստանի։ Բայց հիմա վտանգավոր է։ Դուք հիմա այս ձևով ապրում եք, երկիրը կամաց տալի չինացիներին, մեկին եք տալիս, որտեղ մյուսները չեն գալիս։ Իսկ երբ որ տարբեր տեղերից գային, այդ բոլորը չէին հավաքվելու տիտղոսային ազգի դեմ։ Բարեք, ժողովուրդ ջան։ Այդքան օգտակար հանածու, այդքան տարածք կա։ Ձեր սահմանին կպած 3.5 միլիարդ մարդ է ապրում։ Օրերն ու ժամերն են հաշվում, որ գան քո տարածք լցվեն։ Բայց դեպքում շուռ են գալու նաև հայերին են ասելու, չէ՞։ Բայց դուք ինչի եք Պուտինին պաշտպանում։ Չեչեններին են առաջինը Պուտինին պաշտպանող, բայց չեչենը սուբյեկտ է բանի մեջ։ Ռուսաստանի։ Չեչեններին ինչ են, հո չեն աքսորելու։ Բայց հայերին պետք է ասեն, դուք ձեզ ինչի եք կոտորում Պուտինի համար։ Մեկը չլինի, որ կանգնի ասի, ժողովուրդ ջան, կարող է մենք հայ ռուսական բարեկամությանը կողմ ենք, բայց պատերազմին դեմ։ Գտնում ենք, որ այդ պատերազմը սխալ է։ Լավ, Ռուսաստանում չի կարա ասի։ Կբռնենք կալանավորեն, կտանեն բանտ, բանտից կտանեն Ուկրաինա կռվելու։ Եթե դու դեմ ես Ուկրաինայի պատերազմին, արի քեզ տանենք բանտ, ընդեղից տանենք Ուկրաինա կռվելու, որ ընդեղ զոհվեց։ Այդ գիտենք ոնց է կատարվում։ Դրա համար նրանք չեն խոսում այդ մասին։ Բա Հայաստանին ինչ է պատահել։ Հայաստանում ինչի չկա մեկը, որ ասի հայ-ռուսական բարեկամությունն ընդունում ենք, բայց համարում ենք, որ Պուտինը սխալ պատերազմ է վարել։ Ու մեկ ուզում եք խոսացեք, չեք գտնի։ Ասում են, յա, ոնց Պուտինի դեմ խոսանք, սարսափած։ Իսկ Պուտինը քեզ որ կողմից է բարեկամ։ Պուտինը զոնքա չտա, որ տեն սարսափում ես։ Ինչ հապատահել։ Որ դու չես կարող Հայաստանում ապրելով, լավ, մենք գտնում ենք մեր երկրի ապագան Եվրոպան է, Ամերիկայի հետ գործընկերությունը։ Դուք գտնում եք, որ մեր երկիրը կարող է նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունենա։ Բայց չկա մեկը, որ գտնի Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունենալը, դա Պուտինի մասին չի խոսքը, Ռուսաստանի մասին է։ Որ այդ պատերազմը դուք սխալ եք համարում։ Հայաստանը մի հոգի կա, որ հայ-ռուսական հարաբերությունը կարևորում է, բայց գտնում է, որ այդ պատերազմը սխալ էր։ Վաղը պարզելու է, չէ՞ դա։ Վաղը ռուսներն են կանգնելու ասեն, որ այդ պատերազմը սխալ էր։ Ու շուռ են գալու ասեն, բա դուք ինչի մեկը ծպտումները չէիք անում։ Երբ որ վաղը որևէ մեկը մեղադրում է, որ ասում է հայերը բոլորը կանգնած պատերազմը արդարացնում են եւ վկայություն են բերում հայերին տարբեր համապետական ալիքներից, կամ որ ստեղ կաթողիկոսի եղբայրը օրհնում էր ուղարկել պատերազմ կռվելու Ուկրաինայում, թե ինչի պետք է հայ առաքելական եկեղեցին օրհներ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք պետք է ջոկատ կազմեին գնային Ուկրաինայում կռվելու, մարդիկ դա էլ են ասում, բա Հայաստանից ինչի է ձեր վերաբերմունքը դա։ Ասում եք, բայց ով է ասել, որ դա է։ Ուրիշ հայ չկա, որը համարում է պատերազմը սխալ է։ Ես եմ, մյուսնա, բա դրանով նաև օգնում ենք ու արդարացնում ենք, չէ՞, մեր հայերին, որոնք խնդիր չունեն, ասեն, ձեզ ով է ասել, որ մենք համաձայն ենք դրա հետ։ Տեսեք, այս բաները։ Բա մենք այդ մարդկանց ենք լսել, մենք այդ, բա ինչ ենք մենք դա անում, որպեսզի օգնենք նաև այդ մարդկանց այդ իրավիճակից դուրս գա։ Բա 2.5 միլիոն մարդուն մի հատ տեր կանգնող մի հատ Հայաստանում մի ուժ չկա ռուսամետ, որը կանգնի ասի այդ պատերազմը սխալ է, որ հանկարծ Պուտինը որ գնա,
եւ նրան ճանաչեն պատերազմի հանցագործ։ Հայ ժողովրդին չմեղադրեն, որ դուք հանցագործին պաշտպանում եք։ Որովհետև է սա մեր երկրի վիճակը։ Որտեղ մեր երկրի ղեկավարն էլ է Վլադիմիր Վլադիմիրիչի գերին, բայց սիրահոժար, իշխանությունը նույնպես, ընդդիմությունը նույնպես։ Ես օբյեկտիվորեն կարող եմ ապացուցել, որ Ռուսաստանը մեծ վնասներ է տվել։ Փաստերով։ Բայց դուք տենց չեք, չէ՞ գտնում։ Դուք գտնում եք բարեկամը։ Ես էլ ասում եմ, այդ բարեկամը վաղը որ Պուտինը չեղավ, հենց Ռուսաստանում դատապարտեցին Պուտինին։ Բայց դուք դրատակից ո՞նց եք դուրս գալու։ Դուք բարեկամ չէիք համարում հայ-ռուսական հարաբերությունները, դուք համարում եք Պուտինը ոնց ասի ճիշտ է։ Ինչու։ Դուք Ռուսաստանի քաղաքացի չեք, դուք Հայաստանի քաղաքացի եք։ Դուք ի՞նչ խնդրեմ ունեք։ Ինչի եք սպասարկում Ռուսաստանի շահերն էլ չէ, Պուտինի շահերը։ Որովհետև նա տանում է իր երկիրը պատերազմի։ Պատերազմը մտել է իրանց տուն։ Ու դուք ուզում եք ասեք, դուք մտածում եք Ռուսաստանի մասին։ Ռուսաստանի մասին մտածող մարդը կասի, հոп, անջատել եք ուղեղներդ, այդ պատերազմը դադարեցրեք։ Այսօր դադարեցրեք, էլի հաղթած եք ելնելու։ Ինչի։ Որովհետև այսօր ավելի քիչ կորուստ եք ունենալու։ Ինչքան ձգվեց, այնքան ձեր երկիրը քանդելու եք տանում։ Դարձնելու եք խորհրդային միության տարբերակի։ Չի ձգելու ձեր տնտեսությունը, չի դիմանալու դրան։ Բայց այդ ամեն ինչը մենք ասում ենք, բայց մեր իշխանությունը, ինչպես տեսնում եք, լավ էլ հետևողականորեն Ռուսաստանի հետ քաղաքականությունը տանում։ Այդ տնտեսության վիճակը դուք տեսնում եք Ռուսաստանի, իրական փաստերը ուսումնասիրում եք, բայց դա ուղղակիորեն Հայաստանի հետ առնչվում է։ Այն որ այդ պատերազմը ավարտվելուց հետո նոր աշխարհակարգ կլինի Հայաստանի հետ կառնչվի, այդ մենք գիտենք։ Բայց այսօր Հայաստանը ո՞նց է իր տնտեսությունով, իր քաղաքական համակարգով ամբողջությամբ կախված այդ պետությունից, որը այսօր ուղղակի չի կարողանում դրոնի դեմ առնի, որ իր մայրաքաղաքին չխփեն։ 4-րդ տարին է կռվում է, իր մայրաքաղաքը խոցելի է, ժողովուրդ ջան։ Մենք այդ պետության հետ ենք մեր ապագան կապել։ Հիմա էլ ընտրությունների են գնում այդ օրակարգով, թե ով ավելի լավ Պուտինին կծառայի։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։